Խնդրեմ ուշադրություն, մենք Մամիկոնյան փողոցի վրա ենք։ Ճանապարհը փակված են ոստիկանական մեքենաներով, թույլ չեն տալիս որևէ մեքենա անցնի։ Մի քանի տեղ է փակված։ Միայն ոստիկանական մեքենաներ ու քննչական մեքենաներն են թույլ տալիս անցնի։ Այստեղ տարբեր տեղեր կուտակումներ կան, իրենց աշխատակիցներն են։ Խնդրեմ, այս իրենց աշխատակիցներն են, որտեղ ուրիշ որևէ կուտակում թույլ չեն տալիս։ Այստեղ ևս, այսինքն հավաքվել են ըստ իրենց, եթե որևէ կասկածելի բան տեսնում են, միանգամից այդ մարդկանց տևանգում է, խնդրեմ։ Վանկարկում է Սրբազան, Սրբազանը շարունակում է քչական ներսում մնալ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սպասում ենք։ Ինչին եք սպասում, չէ՞։ Չգիտեմ, Չգիտեմ, չէ՞ ճիշտ բնդում է։ Ուզում եմ իմանալ, հարցնում են չեն պատասխանում։ Ինչ տեղի ունեցավ այսօր։ Ну, ոնց։ Ես մի հատ փորձեցին։ Ահա։ Ձերբակալել չկարողացան, ժողովուրդը պաշտպանեց, բայց օբյեկտը պաշտպանման առանձնապես չէր ուզում այդ պաշտպանությանը, ինքը ուզում էր հանձնվել եւ վերջի իր ցանկությունը կատարեց։ Երևույթի մասին եմ ուզում խոսեք։ Խնդրեմ Արմեն, եթե դուք, հա, տենեք երևույթը գնահատեք, ինչ տեղի ունեցավ։ 37 թվից հետո էլ կարծեմ իսկի բարձրակցության հոգևորական չի ձերբակալվել, կալանավորվել, գիտեք Բագրատ Սրբազանը հիմա փակված է, այսօր ոտնձգություն տեղի ունեցավ Մայր տաճարի նկատմամբ եւ ամենայն հավանականությամբ պատրաստվում են Միքայել Սրբազանի նկատմամբ նույնը կիրառել։ Շատ տխուր է։ Տխուր է եւ կուզենայի, որ հասարակությունը գիտակցեր, որ այսպես ապրել չի կարելի։ Կորցնում ենք ամեն ինչ։ Ես ասեմ, ուրեմն պետքա մարդիկ միավորվեն, ինչ հաշվում մարդիկ միավորվեն, պետքա 3 նախագահները, որոնք ուզես-չուզես ունեն ամենամեծ հեղինակություն։ Այս հարցում իրենց կոնկրետ քայլ արեցին 3 նախագահներն էլ եւ առաջին նախագահը հայ առաքելական եկեղեցու հետ կապված քայլ արեց եւ հայտարարություններով։ Երկրորդ, երրորդ նախագահ այսօր թիմակիցները այնտեղ էին։ Միավորման մասին եք դուք խոսում։ Միայն այդ միավորումը կարող է ինչ-որ տեղ ուժենա։ Այդ առանձին գործողությունները ոչ մի նշանակություն չունեն, թող իրանք դա պարզ։ Գուցե մենք հիմա այն վիճակում ենք, որ եկեղեցին պիտի մեզ առաջնորդի։ Եկեղեցուն պետք է օգնել։ Այդ նախագահները պետք է միավորվեն եկեղեցու հետ, իհարկե։ Եվ միացյալ գործողություններ անեն, գոնե հայտարարություն։ Մնացած բոլոր գործողությունները ազգակործանը քիչ առաջ գրառում է արել, այո, եւ այնտեղ, չէ, արդեն կոնկրետ խոսել է վեհապարի հետ կապված, ամենայն հավանականությամբ առաջիկա օրերին մենք դա դրականատեսը կլինենք։ Մենք այնպես բաների ականատես ենք տեսել, որ համեմատելի են վեհապարի ձերբակալման։ Իհարկե դա ինչ-որ հերթական արտահայտ բան է, բայց այն ինչ որ տեղի ունեցել արդեն
սարսափելի բաներ են եղել։ Եվ նախագահները չմիավորվեցին։ Ես պահանջում եմ, որ իրանք միավորվեն։ Իրանց շուրջը կմիավորվեն հաջորդ շերտը քաղաքական գործիչների։ Իրանց կմոտենան էլիտաները եւ ժողովուրդ։ Դա միակ ձևն է։ Երբ որ իրանք առանձին են գործում, ժողովուրդը կարծում է, որ սովորական քաղաքական պայքարը տեղի ունենա։ Դուք մի մոռացեք, որ արդեն 6-7 տարի շարունակ Քարոզ է գնում, որ դուք մի եկեք առաջին պլան, դուք մի եկեք առաջին պլան։ Անհետեթություն է։ Ահա, Եթե բայց դա- մենք դրա դեմ կարողացանք եթե դա- ճիշտ աշխատել, ասել, որ այդ սա 30 տարվա թուրքական քաղաքականության հետևանքն է, չէ՞։ Բայց մենք կարողացանք այս 6-7 տարում աշխատել դրա դեմ։ Եթե համարում են իրանք, որ չպիտի դուրս գան առաջի պլան, ասենք թե Ռոբերտ Քոչարյանը, Դե հիմա աջակցում են, անտի-ռեյտինգ հա։ եւ այլն, այդ դեպքում թողնեն այս քաղաքականությունը եւ գնան։ Չի կարելի, որ ընդդիմության առաջնորդը դա Ռոբերտ Քոչարյանն է, որտեղ ինքը զբաղացել է երկրորդ տեղը ընտրությունների ժամանակ, ամենամեծ ֆրակցիան է եւ այլն, չի կարելի, որ ինքը տարիներով չխոսա ժողովրդի հետ։ Եվ դա բացատրեն նրանով, որ նու ասպարեզը թողել ենք, որ ուրիշ լիդերներ առաջանան։ Ոչ, կամ դու աշխատում ես ժողովրդի հետ, զբաղվում ես քաղաքական գործունեությամբ եւ ամեն օր խոսում ես, մեկնաբանում ես ամեն ինչ, գալիս ես Էջմիածին ինքդ եւ առաջնորդում ես այս բոլոր պրոցեսները, կամ դու գնում ես քաղաքականությունից, դու քաղաքական գործիչ չես, որոշի։ Նույնը վերաբերվում է ճիշտ ասած Սերժին։ Այն սարսափելի բանը, որը հիմա կատարվում է, երբ որ իմպիչմենտով մեկը մյուսին չգիտեմ ինչ անում, անհնար է դա մարսել այսպես, դադարեցեք։ Ինչ-որ բան ունեք, միավորման վրա, նույնը վերաբերվում է Լևոն Տեր-Պետրոսյանին։ Շատ բան կարելի է հիշել ընտրությունների ժամանակ 21 թվականին։ Կարևոր չի։ Հիմա կամ միավորվեք, կամ ընդունեք, որ դուք չկաք եւ թողեք, գնացեք քաղաքականությունից։ Ուրիշ տարբերակ չկա։ ինչ-որ բան եք ավելացնելու։ Ես մի բան գիտեմ, միասնականությամբ հասարակությունը ունենում է հաղթանակներ։ Շնորհակալություն։